Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանքը սկսում է Դինա այդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես մի շնորհակալ եմ անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր որ նախընտրում են նաև իմ ծրագրերը եւ իհարկե շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ գրում, ջնջում, մեկնաբանում եւ նաեւ ուղղություն են տալի։ Այսօր ես ձեզ համար նախապատրաստել եմ բացառապես երաժշտական թողարկում եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարոտել են այն ճյուղը, որ պետք է ներկայացնեմ այսօր ես ձեզ համար, ավելի մոտ նստեք։ Չեմ ուզում շատ մեկնաբանել ուսաբանել, որովհետև ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկային շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր ընկերս արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Սրտից բխած կենաց է անգինեն մանկության թանք ուշերը որ անձայն հասել են մեր օրերը իմ ազնիվ ու բարի ծնողներ Աստված օրհնի խաղաղ շեմը մեր կրթել եք արժանի սերունդներ հավերժան հոգ լինի կյանքը ձեր ունեմ զորեղ հայր, ունեմ քնքուշ մայր, նրանք ինձ համար ջրակ են անմար, լույս աշխարհ բերել, պահել մեծացրել, հայ ազգին վայել, զավակ են դարձրել Ձայնը տաքու կորոր է օջախում հնչում է քաղցր երկը ու անհոգ անցնում ամեն մի պահը իմ ազնիվ ու բարի ծնողներ Աստված օրհնի խաղաղ շեմը մեր կրթել եք արժանի սերունդներ հավերժան հոգ լինի կյանքը ձեր ունեմ զորեղ հայր, ունեմ քնքուշ մայր, նրանք ինձ համար ջրակ են անմար, լույս աշխարհ բերել, պահել մեծացրել, հայ ազգին վայել, զավակ են դարձրել Լույս աշխարհ բերել, պահել, մեծացրել, հայ ազգին վայել, զավակ են դարձրել
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ասում են Զինա ջան, եթե այս թեման է շարքելու եւ տեսահավաքի հերոսն է, քեզ մոտ տաղավարում ավելի մոտ են նստել, որովհետեւ մենք ունենք շատ գործընկերներ, որոնք սպասում են նրան ինձ մոտ։ Եթերում եւ մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը Աշուղ Արմանին։ Արմ ջան, ողջույն։ Ողջույն Զինա։ Նախ բարի գալուստ իմ տաղավար։ Շնորհակալ եմ, շատ հաճելի։ Փոխադարձ, ինչպես է Արմ ջան։ Շատ լավ, որ այստեղ եմ, արդեն լավ եմ։ Շատ լավ, ես Արմանի հետ ընկերություն եմ անում, մենք իրար հետ ծանոթ ենք երևի 10-ից ավելի տարի, չէ՞։ Այո, միանշանակ կարելի ասել։ Մեծանում ենք իրար հետ։ Շուրջ 15 տարի մոտավորապես։ Շատ լավ, եւ ամենակարևորը գիտեք որն է, որ իմ ընկերները նորից ինձ մոտ տաղավարում են ու իմ մոտ տենց դեժավյու է լինում, էլի։ Ես ինչքան էլ նրանց մասին տեղեկացված եմ լինում, ուզում եմ ինչ որ չափով նաեւ այն հեռուստադիտողները նաև ինչ որ չափով հիշեն, ճանաչեն, ովքեր որ սիրում են հեռուստա էկրանը, Արմ ջան։ Այս համացանցը որ խեղդել եմ ես, դու ինքդ լավ գիտես, հա։ Կան հեռուստադիտողներ, որոնք դեռ եթերում սպասում են օրինակ ազգագրական երգերի, աշուղական եւ այսպես, որովհետեւ մեր Facebook-յան էջը այս թեման շատ է ողողված։ Նկարներ են ուղարկում, երգեր են ուղարկում, Զինա ջան շատ արեկանրադարձ։ Իսկ իմ ընկերը այսօր ինձ մոտ տաղավարում է, չնայած որ մի քանի օր առաջ նրա անունը ինձ մոտ իմեջում կարդացել եք։ Մի հատ ամփոփենք թեման, որը կազմակերպել էիր, բնականաբար ես էլ մասնակցություն ունեցա, ու անցնենք քո գործերին։ Ինչ արեցիք, աժուտաժ արեցիք, ֆուրոր, վերջում էլ հասկացանք, շատերը նեղացել էին, որ ինչու ձեր շարքերում չկային եւ գնահատված չէին։ Անցած տարեվերջին իրականացրեցինք մեր ամենամյա Հայաս 2025 մրցանակաբաշխությունը, որտեղ միանգամից ասեմ, որ հասկանալի լինի, շատերը քննարկում են, որ այսինչ մարդը արժանի էր, սա արժանի չէր եւ այլն, ես իմ կազմակերպության համագործակցության շրջանակներում եմ որոշում, այսինքն ում հետ, որ արվեստի գործիչների հետ, որ համագործակցում եմ, նրանք էլ տարեվերջին պարգևատրվում են։ Լավ։ Ներկա եք եղել, գիտեք արդեն, շատ հաճելի անցավ, իսկ այդ մի քանի խոսակցությունները դրանք միշտ էլ լինում են, մեծ նշանակություն չենք տալիս։ Շատ լավ, քանի որ ինձ ճանաչողներ շատ կան ու գիտեն, որ ես իսկապես բացառում եմ մրցանակաբաշխություններ, ես միայն վարում եմ մրցանակաբաշխություններ եւ շատ դեպքերում էլ վարելուց ասում եմ կներեք ոնց եք ընտրել, շատերն ասում են Զինա ջան, ժողովրդի խոսքով, շատը ասում են ես շատ գործ եմ արել, իսկ շատերն էլ քեզ նման ասում են ես եմ որոշողը, որովհետեւ ես եմ կազմակերպել ու ես գնահատում եմ նրա աշխատանքը։ Հենց այդտեղ նա կոմենտ է լինում արդեն։ Եվ քանի որ ես ինչքան էլ հետևում եմ, թե ովքեր են լինելու, ու մեզ դու ավելի շատ գնահատում, նաև ձեր production այսպես ասած, ես հասկացա, որ այնտեղ կային նաև վաստակաշատ եւ դերասաններ, դերասանուհիներ առաջի շարքերում իմ հարգարժան Թովմասներ Պողոսյան նստած, այսինքն տարբեր սերնդի ներկայացուցիչներ կային։ Այո, մեր սկզբունքներից հիմնականը նա է, որ մենք սկսնակների հետ մեկտեղ միշտ ճանապարհ անցած արվեստի գործիչներին ենք հրավիրում, որպեսզի երեխաները նրանցից սովորեն եւ ավելի բարձր բեմերում ելույթ ունենալու փորձ ունենան։ Հիանալի է։ Եվ ասեմ, որ շնորհակալ եմ Արմանին, որովհետև ես այնտեղ դարձա եւ տարվա լավագույն հաղորդավարուն, իսկ նախագիծը դարձավ տարվա լավագույն նախագիծ։ Շնորհակալ եմ նաեւ գնահատանքի համար։ Շնորհակալ եմ, միանշանակ արժանի մրցանակ է։ Շնորհակալ եմ շատ։ Հեռուստադիտողներն էլ են համաձայն ինձ հետ։ Շնորհակալ եմ շատ։ Իհարկե։ Ես շնորհակալ եմ Արմանին, կանքներս ձեզ, շնորհակալ եմ գնահատանքի համար, իմնա ու 21 TV-ն ու իմ թիմին առանց նրանց ես զրում եմ, հարգանքներս։
Անցնենք այն թեմային, որ ինձ ամենաշատն է հետաքրքրում։ Երբ որ ես քեզ առաջին անգամ իմ Facebook-յան էջում բերեց Արմանը տարազով, արդեն ինձ համար հաճելի էր, բայց մի անգամից անցում էր Արմ։ Ինչու, որովհետև դու ինձ մոտ տարբեր թեմաներով ես հյուրընկալել, իսկ հետո որ Արմանին տեսնում եմ արդեն լուրջ զբաղվում է աշխուղական գործով, դու արդեն ճակերտավոր Աշուղ Արմանի անվանվամբ բեմում ես, ուրեմն դա վաստակել ես, չէ՞։ Ինձ պատմիր դրա մասին։ Պայմանականորեն իմ կենսափորձը, կարելի ասել, անցած ճանապարհը բաժանում եմ երկու մասի, նախքան գործունեությունը եւ երբ որ ոտք դրեցի աշխուղական դպրոց։ Լավ։ Շատ սիրելի Աշուղ մեր վարպետ Աշուղ Աստղանուշը ներկայացրեց ինձ պարոն Թովմաս Պողոսյանին, ժողովրդական արտիստ, եւ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրան, որ անշահախնդիր գնահատում է այն մարդկանց, ովքեր թեկուզ փոքրիկ շնորհք ունեն աշխուղական երգարվեստի հետ կապված։ Իհարկե անցել ենք արդեն մոտավորապես 3 տարի անցնում ենք այդ բարդ, միևնույն ժամանակ շատ հաճելի եւ պատվաբեր ճանապարհը եւ հուսով եմ, կարելի ասել համոզված եմ, որ պատվովել շարունակենք։ Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նորությամբ դու ինձ մոտ տաղավարում լինես, նաեւ կատարես ինչ-որ մի երգ։ Ամեն ինչ հնարավոր է, աշխատում ենք, ստեղծագործում ենք։ Հիանալի է։ Իսկ ընդհանրապես կա մի ձայն, որը Արմանի համար շատ կարևոր է եւ ինչու ոչ նաեւ դաս է, այսինքն մի հատ լսեմ, հասկանամ, ինչու ոչ նաեւ սովորեմ, աշուղների մասն է խոսքս, կա տենց։ Նկատի ունեք խորհուրդները։ Այո։ Իհարկե, ավագներից մշտապես խորհուրդ ընդունում եմ, ցանկացած երգ, երբ որ գնում է ստուդիա ձայնագրվելու, գրվում է եւ բանասեր ընկերներիս, ավելի մեծ ճանապարհ անցած հետ եմ խորհրդակցում եւ իհարկե երաժիշտների։ Ես ավելի շատ նախնական շրջանն է իմ մոտ մի փոքր բարդ է լինում, որտեվ ցանկանում եմ, որ ավելի լավ են նախապես ես ինքս քննադատեմ, ինձ քննադատեն, քան հետագայում ունենալ այնպիսի կոպիտ ասած գործ ասել եմ մի քիչ կոպիտ կհնչի, այնպիսի մի նոր տեսահոլովակ կամ երգ, որը կունենա թերություններ, որը ցանկություն չի ունենա, որ ունենար։ Շատ լավ, այսինքն ինչ որ չափով դու նաև հետևում ես քննադատություններին։ Ամենամեծ քննադատը ես եմ, երևի շատ բծախնդիր եմ ինքս իմ հանդեպ։ Եվ իհարկե Ռուսաստանում, որ ապրում էի որոշակի ժամանակահատված, ռուսները մի հետաքրքիր խոսք ունեն, ասում են «Человек всю жизнь учится, но всё равно умирает дураком»։ Լավ։ Դա նշանակում է, որ մարդը ամբողջ կյանքում սովորելու տեղ ունի։ Իմ գրասեղանին միշտ թեկուզ մեկ գիրք դրված է, ես կարդում եմ, ֆիլմեր եմ դիտում, ինքնակրթվում եմ եւ միշտ սովորելու տեղ ունեմ եւ այդ բոլորին խորհուրդ կտամ այդ սկզբունքով առաջնորդվել։ Շատ լավ։ Ողջ տարվա ընթացքում ինչ է սպասվում մեզ Արմանի կողմից։ Արմանի կողմից սպասվում են նոր երգեր, նոր ստեղծագործություններ, փակագծերը չեմ ուզում բացեմ, աշխուղական նոր ստեղծագործություններ եւ իհարկե Հանդես Production-ի կողմից մեր տարեկան նախատեսված բոլոր միջոցառումները Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս կլինեն անպայման։ Շատ լավ։ Եվս մեկ հարց եւ միասին ամփոփենք թեման։ Եթե կան մարդիկ, ովքեր որ հետաքրքրվում են, ինչ իրենց ներկայացնում Հանդես Production-ը։ Ինչ իրենց ներկայացնում ընդհանրապես production-ը։ Հանդես Production-ը ձևավորել եմ ես տարիներ առաջ, սկզբնական շրջանում հասարակական կազմակերպություն ունենք շուրջ 20 տարի, այնուհետև որոշեցի բուն մշակութային կազմակերպություն ստեղծել։ Զբաղվում ենք փառատոնների կազմակերպմամբ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս եւ հիմնականում նոր սկսնակ մարդկանց ճանապարհ ենք հարթում։ Փառատոններ եւ երգ եւ պար, թե միայն երգ։ Արվեստի հետ կապված։ Արվեստի հետ կապված։ Շատ լավ, իսկ փառատոններին մասնակցելու համար ընտրությունը ձերն է, թե կարող են ձեզ դիմել։ Եվ դիմում են եւ ես եմ ընտրում։ Ոնց կարող են ձեզ գտնել եւ դիմել, եթե ինձ հիմա մեզ լսում են շատերը։ Սոցցանցերում ունենք էջեր, կարող են դիմել, բոլորին պատասխանում ենք։ Հիանալի է։ Եվ ըստ ֆորմատի մենք օրվա հոբելյարներ էլ ունենք, Արմ ջան։ Տեսախցիկը քոնն է, խնդրում եմ, շնորհավորիր իրենց։ Շնորհավորում եմ բոլոր հոբելյարներին, ցանկանում եմ հարատև երջանկություն Աստծո հովանու ներքո։ Ապրե, շնորհակալ եմ շատ քեզ։ Նաև շնորհակալ եմ
որ միշտ տարիներ շարունակ իմ կողքին ես եւ գնահատում եմ այն ամենը, ինչ թեկուս հերվում տեսնելով գնահատանքի արժանացրեցիր եւ երկու մրցանակ միանգամից բերեցի, այսպես ասած։ Այնպես որ ես որպես ընկեր նաեւ պահանջում եմ քեզանից նորության դեպքում առանց ամոթի, ես գիտեմ, որ դուք համեստություն եք անում, արձագանքել, որպեսզի նորությունը առաջինը Հակոբովնան ներկայացնի։ Սիրով Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո էլ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ հետևում են եւ իհարկե միշտ ակնկալում են հետաքրքիր թողարկումներ։ Միջև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերներ եւ ձեր Ձինա Հակոբովնան։ Ինձ փնտրեք եւ գտեք բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ Հայություն, հատուկ հենց հայության համար։ Դու կյանքիս արևի շողն ես ջերմացրու իմ հոգի, շնորհակալ եմ սերին, որ եկար։ Դու սիրահար սրտիս թողնես, թող լինեմ քո կողքին, որ վայելենք սերը մեր երկար։ Դու ես կյանքս, ամենաթանկս, դու ես կրակս սրտիս առավել, դու ես կյանքս, ամենաթանկս, սիրո հոգիս է երգում քո հոգու հետ։ Դու ես կյանքս, ամենաթանկս, դու ես կրակս սրտիս առավել, դու ես կյանքս, ամենաթանկս, սիրո հոգիս է երգում քո հոգու հետ։ Վերևեն քարնում է այրոպլանը, գադեք ժան գադեք փախեք հեռում բելորդը, քեզ տեսել թպրդում է սրտիս կլապանը, քո ֆասոնը իմ ֆասոնին վայ շատ է բռնը, տեղի աշխու ժուժի, դարձիկ սրտիս պասաժի, չկա քո նման աղջիկ, դառնամ քո կյանքի լոճի, թե դառնաս դու իմ բալան, կեղնիմ քե այրոպլան, թե դառնաս դու իմ բալան, կեղնիմ քե այրոպլան, Թե դառնաս սիրավալան, կեղքի թե այրոպլան, թե դառնաս դու իմ բալան, կեղնիմ քե այրոպլան։ Հայ ես դու, Հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ցավը տանեմ ես, հայ ես դու, հայ եմ ես, դու հայ ես, ես հայ եմ, վախ քո ցավը տանեմ, hey! Oh yes! Սևուկ սիրուն ես, ծաղկած գարուն ես, ուր էլ լինես իմ սիրելի դու իմ սրտում ես, սևուկ սիրուն ես, ծաղկած գարուն ես, ուր էլ լինես իմ սիրելի դու իմ սրտում ես, տես չխռով ես, լաց կլինեմ ես, թերանաս դու ինձանից շատ կտխրեմ ես, տես չխռով ես, լաց կլինեմ ես, թերանաս դու ինձանից շատ կտխրեմ ես, պարապապապ, պարապապապ, ես կուջուր, յարս կուջուր, արևուդը մերնեմ, ով կտամ մեզ հանցուջուր, բարևը տկարնեմ, ես խոջա, յարս խոջա, արևուտ մերնեմ, ացկուտինք բողջա, բողջա, բարևը տկարնեմ, արևուտ մերնեմ յանջան, բարևը տկարնեմ յանջան, սիրել եմ կարնեմ, արևուտ մերնեմ յանջան, բարևը տկարնեմ յանջան, սիրել եմ կարնեմ, արևուտ մերնեմ յանջան, բարևը տկարնեմ յանջան, սիրել եմ կարնեմ. Я хочу тебя, Ձեր տնից հանել, я хочу тебя, մեր տուն հասանել, против твоя мать, против твой отец, отец փախցնեմ, ասեմ նականեց, մնաս բարով զոն քաչ, хочешь плачь или не плачь, քո աղջիկը հեռանում է навсегда, մնաս բարով անել, անել ձակիս հալալ հետ, տասված իրար չտեսնենք նիկագդա, մնաց բարով անել, անել ձակիս հալալ հետ, տասված իրար չտեսնենք նիկագդա,
Լասամանի ծառիտակ եկ նստենք սիրով Կնքուշ երկեր երկիր ինձ կացր խոսքերով Լասամանի ծառիտակ եկ նստենք սիրով Կնքուշ երկեր երկիր ինձ կացր խոսքերով Ջահել հոգուս համար դու կապիր բախտի կամար դու Եվ իրետինք ինձ ասխոր շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ